իր հոգևոր իմաստի մեջ կարելի է մոմավառությունը հետևյալ կերպով բնորոշել. մոմը խորհուրդը ունի քրիստոնյա անձի, կարելի է նույնացնել քրիստոնյա անձի հետ, ինչպես որ մոմը հալվելով, այսպես վառվելով եւ հալվելով լուսավորում է իր շրջապատը, խավարը ցրում է, այնպես էլ կարծես թե պիտի քրիստոնյա անձը լինի, իր կյանքը ապրելով, անցնելով իր կյանքի ճանապարհը պիտի լուսավորի իր հավատի լույսով, Քրիստոսից ստացած հավատի լույսով լուսավորի իր գորշ, միակերպ, մութ, խավար միջավայրը, ինչպես որ կարելի է նույնացնել Քրիստոսի խոսքի հետ, ասելով դուք եք երկրի աղը, ինչպես որ աղը համ է տալիս կերակուրներին, այնպես էլ քրիստոնյան պիտի համ տա իր շրջապատին, նույնն էլ կարելի է տարածել նաև մոմի կիրառության վրա եւ մոմի խորհրդի վրա, ինչպես որ մոմը լույս է տալիս խավարի մեջ եւ լուսավորում է, ուրեմն քրիստոնյա անձն էլ պիտի լինի այդպիսին, լուսավորելու իր շրջապատը, իր միջավայրը, հեռացնելու անարգությունը, հեռացնելու մեղքը, հեռացնելու չարի խավարը։